Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի ղարավարության ներկայացուցիչները հրավիրյալներ դպավորիչ երաժշտական երեկոյին։ Հրանտ Տինգ, ձայնը, որ չլրեց, Բիլիսի հայկական անցյալի հետքերով։ Արցախի գորուստը գրկնակի ցավ է ինձի համար, Գայանե Անդոնյան։ Զարայի հայոց գերեզմանադան վերափոխումը։ Խորովու և Կորովու, հայկական դոնատիսական խոհանոցի ավանդություն։ Քոչվոր ցեղը և անոր ալֆա և օմեգա ուղեգիծը։ Արևմտյան Հայաստանի ղարավարության անդամները և ազգային ժողովի պատգամավորները փոխվարչապետ Արման Հակոբյանի գլխավորությամբ հրավիրված էին հոկտեմբեր 17-ին կայացած գեղեցիկ համերգին Արամ Խաչատրյան համերգասրահին մեջ։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մայստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ներկայացուց բարձրարվեց ծրագիրը, իսկ երեկոյին հմայքը ամբողջացուց նորվեգացի ջութակահարուհի Վիլդե Ֆրանկի գերազանց կատարումը։ Հրանտ Տինգ, մարդը, ով իր ամբողջ կյանքի ընթացքին փորձեց հաշտեցնել սեփական ներքին հակասությունները և վերջ դնել թուրքական հասարակության մեջ հայերու հանդեպ թարավոր թշնամանքին, ան մերժվեցավ թուրքերուն կողմէ իբրև իրենց մեկը, սակայն մնաց հավատարիմ արդարության և ճշմարտության գաղափարին։ Ծնած ըլլալով Մալաթիո մեջ, ցեղասպանութենեն մազաբուրց հայ ընտանիքի մեջ, ան իր մանկությունը անցուց Կոստանդնուպոլսո հայկական որբանոցին մեջ, ուր ձևավորվեցավ անոր հայեցի ոգին և հավատքը մարդկային արժանապատվության նկատմամբ։ Անոր գողագիծը Ռաքել Դինգ ևս ցեղասպանութենեն փրկվածներու ժառանգ էր։ Անոնց պատմությունները միացուլվեցան, դառնալով երկու ցեղասպանութենեն փրկվածներու ժառանգներու միացյալ պայքար, հանուն հիշողության և հաշտության։ 1996-ին Հրանտ Տինգ հիմնեց եկլեզու Ագոստերտը հայերեն և թուրքերեն։ Անոր նպատակը կամուրջ մկառուցելն էր հայ և թուրք ժողովուրդներու միջև, ներկայացնել հայ համայնքը ոչ թե որպես թշնամի, այլ որպես երկրի անբաժան մաս։ Սակայն իր համարձակ խոսքի համար Դինգ դարձավ թիրախ։ Անոր կյանքի ողբերգական ավարտը Կոստանդնուպոլսո փողոցներուն մեջ դարձավ վկայություն այն բանի, որ թուրք հասարակությունը դակավին ի վիճակի չէ հանդիպելու սեփական պատմության։ Այսօր Հրանտ Տինգի հիշատակը կմնա խիզախության, արդարության և ճշմարտության ձայնի խորհրդանիշ, մարդուն, ով կհավատար թե հաշտությունը կսկսի ճշմարտությունը ընդունելու պահեն։ Թուրք պատմաբանը կշարունակե իր պատմական ուսումնասիրությունները ներկայացնելով Բիլիսի հայկական անցյալի հետքերը։ Հետազոտությունը կվերապերի քաղաքի երբեմնի հայ բնակչության, անոնց մշակույթին և թողած շունչին, որ մինչև այսօր կզգացվի քաղաքի հին փողոցներուն մեջ։ Այս նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի Բիլիսը որպես պատմական հայկական կենտրոնը հիշողության մեջ պահպանելու գործին համար։ Հայացքը դեպի Արցախ հաղորդման հյուրը ապրիլյան պատերազմին անմահացած Աթամ Սահակյանի մայրը Գայանե Անդոնյանն է։ Ան մասնակիտությամբ մշակութային ծրագիրներու կազմակերպիչ է և կաշխատի իբրև խմբագիր։ Որդին զոհվել են ետք առաջին անգամ այցելեց Արցախ և առանձնահատուկ սիրով կխոսի Արցախի և արցախցիներու մասին։ Արցախի գորուստը անոր համար գրկնակի ցավ է։ Իր խոսքին մեջ անհաճախ կփորձե թաքցնել վիշտը, շեշտը դնելով հպարտության և արժանապատվության վրա։ Սեբաստիայի, այսինքն Սիվաս քաղաքի Զարա գավառը արդեն շատերուն ծանոթ է։ Զարայի հայոց գերեզմանատունը, որ դարեր շարունակ գոյություն ունեցած էր, վերջին տարիներուն գտնված էր քանդված և անբույթ վիճակի մեջ։ Սակայն 2016 թվականին Կոստանդնուպոլսո մեջ բնակող զարայահայերու նախաձեռնությամբ գերեզմանատունը նորոգվեցավ։ Այդպես մեր հայրերու հանգստավայրը դարձյալ արժանացավ պատշաճ խնամքի։ Գերեզմանատան մեջ պահպանված են նաև մեծ տապանաքար, որուն վրա գրված են մեր բաբերու անունները իբրև հիշողության և հավատքի խորհրդանիշ։ Հայկական խոհանոցի բազմատարյա մշակույթին մեջ առանձնահատուկ տեղ կսպաղցնեն խորովուն և կորովուն, որոնք կպատրաստվին թոնրի մեջ։ Խորովուն կպատրաստվի քարի կամ ուլիմիսեն, հիմնական աստվածածնի վերափոխման կամ հարսանեկան տոներուն առիթով։ Միսը նախ կպատրաստվի գարակով և մածունով, ապա կգաղվի թոնրի մեջ մինչև նորի գույնը ստանա։ Կորովուն կհամարվի հարկանքի նշան և կմատուցվի միայն պատվավոր հյուրերուն։ Այս ավանդությունը վկայություն է հայ ժողովրդի խոր հարկանքին, իր սուրբ սեղանին, հյուրասիրության և ազգային ինքնության նկատմամբ։ Մեծ բրիտանացի պատմաբան Արնոլդ Տոյնբի իր պատմության ըմբռնումը աշխատության մեջ կփաստե, թե թուրքը հայկական լեռնաշխարհ և փոքր Ասիա հասած է ոչխարի միջոցով։ Խոդածածկ և չրարատ գոդիներու որոնման մեջ ոչխարը կշարժեր դեպի կանաչ արոտավայրեր, իսկ թուրքը որպես անոր մշտական ուղեգիծ կհետևեր անոր։ Տոյնբին կշեշտե, թե ոչխարը կբավարարեր թուրքին հիմնական բոլոր պահանջները։ Թուրքերու կացարանները կպատրաստվեին ոչխարի մորթեն։ Այսպիսով ոչխարը թուրքին համար եղած է կենսական և անփոխարինելի ուղեգիծ։ Հետևաբար, ըստ Արնոլդ Տոյնբիի վերլուծության, թուրքը ազգ չէ, այլ պարզապես քոչվոր ոչխարաբահ ցեղ, որը իրավունք չունի բնտելու, թե հայկական լեռնաշխարհը իրենն է։
Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։